Երեք առավոտից լուր տարածվեց, թե հրաժարական են տվել Նոր-Նորքի սկանդալային թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը, բայց չեն ստորագրել, քանի որ քաղաքապետն այս օրերին գտնվում է Լոնդոնում։ Սակայն օրվա ընթացքում Տեր-Մարգարյանը հերքեց, իսկ Հանրապետություն կուսակցության մերաղբյուրը վստահեցրեց, որ նա ազատման դիմում չի գրել, սակայն չբացառեց առաջիկա օրերին գուցե հեռանա։ Թերևս այդ նպատակով է մի քանի օր առաջ իր տեղակալ տեղապան նշանակել Հանրապետության անդամ Մարատ Սևոյանին, որը նաև ԵԿՄ անդամ է։ Սևոյանը նշանակվել է Արթուր Գույումջյանի փոխարեն, որին ազատել է Սևոյանի նշանակումից օրեր անց։ Մեր աղբյուրը չթաքցրեց, որ քրեական գործով պայմանավորված ամեն պահի կարող է ծագել Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի հարցը։ Ուստի նախապես փոխարինող է նշանակել, որ ինչպես ասում են, ծանոթանա օբյեկտին։ Մենք դեռ անցած շաբաթ էին գրել, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մղած մարտերից հետո մեղադրել է Արամ Սարգսյանին, թե ձեր պատճառով ընդդիմություն ինձ է մեղադրում եւ հորդորել է քայլեր ձեռնարկել։ Քաղաքական շրջանակներում սկսել են խոսել, որ Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է եւ սկսելու է 1 տարի առաջ մեկնարկած ու կիսատ մնացած փողոցային պայքարը։ Անգամ հստակորեն է նշվում մայիսի 28։ Փորձեցին Սրբազանին մերձ շրջանակից ճշտել լուրը, սակայն մեզ վստահեցրին, որ չունեն նման տեղեկություն։ Սրբազան շարժման ժամանակ ձևավորված խոսնակների խորհրդի ներկայացուցիչը մեզ փոխանցեց, որ վերջին անգամ հավաք արել են անցած տարվա կեսերին եւ եթե ակտիվանալու մտադրություն լիներ, իրեն անպայման տեղյակ կպահեին։ Սրբազանի զինակից Գառնիկ Դանելյանն էլ ակտիվանալու եւ փողոց դուրս գալու մասին հարցին հարցով պատասխանեց, իսկ մենք երբ փողոցում չենք։ Երեկ էլ մինչև ուշ երեկո Սրբազան պայքարի ձերբակալված երիտասարդների համար ոստիկանության շենքի առջև էինք բողոքի ակցիա անում։ Հիշեցնենք 1 տարի առաջ այս օրերին ձևավորված Տավուշը հանուն հայրենիքի, ապա Սրբազան վերանվանված շարժումը խոստանում էր շաբաթների ընթացքում լուծել երկրում իշխանափոխության հարցը, իմպիչմենթի ճանապարհով տուն ուղարկելով Նիկոլ Փաշինյանին։ Տավուշից քայլերթով մայիսի 9-ին Երևան հասած եւ մի քանի ամիս հանրահավաքներ արած շարժման առաջնորդը սակայն չկարողացավ կատարել տված խոստումը, իսկ աշնանը խոստացավ, որ կիսատ մնացած գործը շարունակելու է 2025-ին։ Փետրվարի 5-ին հակակոռուպցիոն կոմիտեն 7 անձ ձերբակալեց կաշառքի եւ կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով։ Երկուսը քաղաքապետարանի գործող պաշտոնյաներ էին, երկուսը նախկին պաշտոնյաներ, որոնցից մեկը Ռոբերտ Դարփինյանը ժամանակին քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել։ Նա այժմ կալանավորված է, սակայն պարզվում է, որ մեկ այլ գործով քրեական հետապնդում է իրականացվում նաև նրա որդու Հենրիկ Դարփինյանի նկատմամբ, որին այս տարեսկզբին մեղադրանք է առաջադրվել Տերեգլամ ալիքներից մեկով թմրանյութ վաճառելու համար։ Կրտսեր Դարփինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։